Այսօր այս թեմայի շրջանակներում իմ հյուրն է ստամատոլոգ բժիշկ Մարիանուշ Բարսումյանը։ Շնորհակալություն Տիկին Բարսումյան մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Փաստն այն է, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ազգային ժողովը ձեր հարցը չի քննարկելու, քանի որ արդեն հաստատված է օրակարգ։ Ինչ եք պատրաստում անել։ Շատերը հայտարարել են, որ փետրվարի 1-ից այլևս չեն աշխատելու։ Գիտեք, հիմա կոնկրետ տենց ինչ-որ որոշում դեռ չի կայացված ընդհանուր ստամատոլոգների կողմից, որովհետև դեռ հասկանալի չի ինչ նպատակներ, հեռահար նպատակներ է հետապնդում այս օրենքը, որովհետև գիտեք, կատարվել է մի ահավոր վատ բան ստամատոլոգները, դրանք ծառայությունը դա այն ծառայությունն է, որ շատ կարևոր ու պահանջարկված է։ Ես ձեզ ասեմ, առողջությունը սկսում է հենց բերանի խոռոչից, եթե մենք հետո ունենք խնդիրներ եւ անտեսում ենք ամբողջ մի բուժ ծառայություն, մենք նշանակում անտեսում ենք մարդու օրգանիզմի ընդհանրապես առողջության խնդիրը։ Հիմա այսօր ուզում են կազմալուծել մի ամբողջ բուժ ծառայություն, ոչ թե սպասարկում, այլ մի ամբողջ ստամատոլոգիական ծառայություն, որը ուներ բավական լավ գեղեցիկ ավանդույթներ, ճիշտ է, ցանկացած ոլորտի նման մեր ոլորտներ ուներ թերություններ։ Չեմ կարծում, որ անթերի ոլորտներ կան այսօր Հայաստանում որևէ բնագավառի կամ ինչ-որ միտեղ, բայց կարելի էր հարցերը, եթե կան թերացումներ, կար ինչ-որ բան, կարելի էր գտնել դրա լուծումը, կարելի էր համախմբել մարդկանց, նստել, զրուցել, հասկանալ որտեղ ենք թերացել, որտեղ ինչ-որ բան չի արվել, բայց դնել այս ձևի անարդար։ Ձեր կարծիքով նրանք, ովքեր այս փոփոխությունը կատարեցին, բոլոր հնարավոր այս հետևանքները հաշվի էին առել, թե ոչ, իրանք ոչ մի բան հաշվի չէին առել, որովհետև ես ձեզ ասեմ, ստամատոլոգների, Հայաստանի ստամատոլոգները իրանք կազմում են մի մեծ ասոցիացիա, եւ ասոցիացիան մասն է կազմում համաշխարհային ստամատոլոգների հետ ասոցիացիայի։ Եվ գիտեք, մենք ներկայացված ենք աշխարհում։ Մենք այս 15 տարիների ընթացքում կարողացել ենք լինել այնքան, որ դրսից գալիս էին պատվիրակություններ, այստեղ էլ են եղել այդ հանձնաժողովի նիստերը, նրանք եկել տեսել, նրանք զարմացել են, որ Հայաստանի նման փոքր երկրում, որի մասին են գաղափար չունեին, կար նման ստամատոլոգիական մեծ ծառայություն, եւ դրանով ապահովված էին եւ ծայրամասերը, եւ քաղաքը, եւ ամենտեղ։ Մենք այդ խնդիրը չունեինք, մենք չէինք ամաչում, երբ որ նրանք մտնում էին մեր կլինիկաները եւ տեսնում մեր կատարած աշխատանքը։ Մենք ունեինք այս ամենը, բայց հիմա այսօր պարզվում է, այդ ամենը ոչ մեկին պետք չի։ Ինչ է կատարվում հիմա, դուք պատկերացնում եք, կազմալուծվում է մի ամբողջ ծառայություն։ Մենք մտնում ենք սպասարկման ոլորտ, այսինքն ինչ, ստամատոլոգները բժիշկներ չեն, ուրեմն այդ առողջապահական այդ ոլորտը պետք չի։ Եթե մենք մտնում ենք սպասարկման ոլորտ, սա բերելու է հաջորդ հարցերը։ Ով է լիցենզավորելու մեզ։ Այդ դեպքում չէ, որ լիցենզիան տալիս է առողջապահության նախարարությունը։ Մենք այսօր արդեն բժիշկներս առողջապահության նախարարության մեջ չենք մտնում։ Իսկ եթե մենք չենք մտնում, ապա ով է մեզ տալու մեր լիցենզիաները։ Հաջորդ քայլը, սա մի հերթական շղթա է, սա շարունակվելու է, սա դեռ միայն սկիզբն է։ Եվ հետո, եթե ասենք թե լիցենզիայի հարցը եղավ, չէ՞ որ գալու են նաև սանեպիդկայանի ծառայությունները ստուգելու համար, ինչն են ստուգելու, որ մի կրեսլոյի վրա կարելի է մի քանի ծառայություններ մատուցել, կամ իրենք դա ոնց են պատկերացնում։ Այսօր մեր երկրում ոչ միայն ընդհանուր մեծերի ստամատոլոգ, բարձի թողի վիճակում է նաև մանկական ստամատոլոգիան։ Դրա մասին այլևս ասում եմ մինչև 7 տարեկանը անվճար է, դա անվճարը դեռ հարցի մի կողմն է, դեռևս անվճար կամ վճարովին։ Դուք տեսեք այսօր այդ մեծ ծառայությունը, որ ժամանակին լուրջ հիմքերի վրա էր դպրոց եւ դպրոցներում էլ կային մասնագետներ, որոնք հետևում էին երեխաներին, անպայման անցեր կացում այդ սանացիոն աշխատանքները։ Հիմա դրանք արդեն չկան։ Երեխաները սպասարկում են ընդհանուր մեծերի հետ միասին։ Եվ եթե հաշվի առնենք, որ երկրում մենք սպիդի դե ոչ մի հատուկ ինչ-որ գործողություններ չեն կարել եւ սպիդի կենտրոնում չկա բժիշկ ստամատոլոգի հաստիկ, որովհետեւ դա արժի ընդամենը 36000 դրամ, սա 2 տարի առաջվա տվյալներով եմ ես ձեզ ասում, բնականաբար այնտեղ ոչ մեկ չի աշխատում, ուրեմն սպիդով հիվանդներն էլ են գալիս սպասարկում, նույն կլինիկաներ, որտեղ այսօր մեծը, փոքրը բոլորը խառնված աշխատում են, սա իսկապես դառել է մի հատ սպասարկման ոլորտն էլ դեռ մեղմ ասված սրա համար։ Ես գտնում եմ, որ այս հարցին պետքա շատ լուրջ արմատական եւ խելացի հստակ ծրագիր ունեք, ինչ եք պատրաստում անել։ Մենք մենք ներկայացրել էինք մեր արդեն որոշումները լրիվ գրաված եւ նախարարությանը եւ ազգային ժողովին եւ կառավարությանը ի վերջո այս որոշումը կայացնողները եղել են վերին ինստանցիաներում եւ նրանք պարտավոր են սա կասեցնել, որտեղ հարցը չի վերաբերում արդեն ֆիզիկական անձանց, սա վերաբերում է իրավաբանական մարդկանց, որոնց այսօր արդեն պարտադրում են վճարումներ անել հունվար, փետրվար ամիսներին։ Այդ լուրեր էին նաեւ շրջանառվում, որ ինչ որ մեկը ցանկանում է ոլորտը սեփականաշնորհել։ Ինչ կասեք այդ։ Դե գիտեք,
Տեսեք, ամենայն դեպս ես չունեմ տենց հստակ ինչ որ ինֆորմացիա դրա մասին, բայց այսօրվա այս ամբողջ աժիոտաժը ամենայն դեպս սա ձեռնտու չի ոչ ժողովրդին, ոչ բժիշկ ստոմատոլոգներին, ոչ էլ ծառայությունը կազմակերպած մարդկանց, որոնք այսօր այդ ամբողջ ծառայության հեղինակներն են նաև, որոնք նաև ինչ որտեղ գործատուներ են, նաև մեր ընկերներն են, մեր ասոցիացիան է, սրանք չի կարելի անտեսել այսօր, բայց այս բոլորը կան այս մարդիկ։ Նրանք ես չեմ կարծում, որ դա նրանց խնդիրն ա եղել, ինչ որ փակել, ինչ որ մի բաներ անել, էլի։ Պետք է ուղղակի որ Նաև հստակ տվյալներ կան, ասում են 150 մասնագետներ արդեն գնացել են Ռուսաստան, 50 էլ պատրաստվում են լավ պայմաններում գնալ Թուրքիա։ Դա գիտեք, սա արդեն շատ վատ բաների մասին է արդեն խոսում ենք սրա մասին դեռևս վերջին անգամ որ արդեն ամերիկյան համալսարանում հավաքվել են ստոմատոլոգները նրանք նույնպես սրա մասին բարձրաձայնեցին ես այսօր չեմ պատրաստում իմ հայրենիքի դուրս սա իմ երկիրն է ես այս երկրի քաղաքացին եմ ես ինչ գործ ունեմ ուրիշ տեղեր գնալ եւս 3 տա ճիշտ է Ռուսաստանի այդ ծրագիրը շատ հաջող ծրագիր է շատ տենց հետաքրքիր նաեւ գրավիչ ինչ որտեղ բայց դու 3 տարի գնում ես աշխատում ես այդ երկրի համար եւ իրանք որտեղ ասում են իրանք քեզ վճարում են ու դու աշխատում ես Տեսեք, այս պայմանը այսօր բժիշկ ստոմատոլոգին ձեռքատը նագում, իսկ մեզ մոտ իրանք չեն ստեղծել մեր աշխատատեղերը։ Այդ աշխատուժը մենք ենք ստեղծել, մենք ենք այդ աշխատուժը, մենք ենք այդ աշխատատեղի ստեղծողը, մենք ենք վճարում եւ մեր տեղի եւ լույսի, նորից եմ ասում, ջեռուցման, ջրի, նյութերի համար, ընդհանրապես սանիտարկայի բուժքրոջ աշխատավարձը։ Ինչ է կանելու, ազգային ժողովը չի պատրաստում քննարկի, հաջորդ քայլը ինչ կլինի ձեր։ Հաջորդ քայլը արդեն մենք երևի կհավաքվենք ու կորոշենք թե վերջնականորեն ինչ պետք է անել, բայց այն որ պետք է այս հարցը միանշանակ վերանայել, ես չեմ կարծում, որ նախագահական այս ընտրությունների շեմին սա ձեռնտու էր նախագահին կամ որևէ մեկին, ինչ որ մեկի սա շատ չար ձևով արված, ոչ հայանպաստ, ինչ որ մի հատ աշխատանք է տարվել, որը պետք է կասեցնել, հնարավորինս շուտ։ Բարձր շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու, մեր հարցերին պատասխանելու համար։